Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարից հետո Հայաստան տեղափոխված 27 ուղևորներից որևէ մեկն այլևս բժշկական օգնություն չի ստանում։ Բժշկական միջամտության կարիք ունեն միայն դեռևս Ռուսաստանում գտնվող 4 տուժածները։ Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Ռուսաստանի Դաշնությունում հիմա գտնվում են 4 անձիկ, մեկը ծանր վիճակում է, մյուս երկուսը տեղափոխվել են այլ քաղաք վիրահատության համար, մեկին կազմակերպում ենք տեղափոխման համար, աչքի վնասում ունի, երևի վաղը կլինի Հայաստան։ Օրեր առաջ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի շրջակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ մահացել էր, նրանցից 2-ը Հայաստանի քաղաքացի, 27 մարդ էլ մարմնական վնասվածք էր ստացել։ Դեպքի վայր այցելած տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանի խոսքով դեռ հստակ չէ, ինչն է եղել Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի պատճառը։ Ռուսական կողմն իրականացնում է քննություն, քննարկվում են հնարավոր բոլոր վարկածները, ասաց Արսենյանը։ Եվ տեխնիկական անսարքությունը, եւ մարդկային գործոնը, եւ առողջական վիճակի հետ կապված հարցեր վարորդի։ Շուրջ 1 տարի առաջ Ռուսաստանի Տուլայի մարզում վթարվել էր Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում իրականացնող մեկ այլ ավտոբուս։ Պատահարի արդյունքում 9 մարդ մահացել էր, եւս 43-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս վթարից հետո տրանսպորտի ոլորտը համակարգող նախարարությունը նախաձեռնեց ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություն, սակայն 11 ամիս անց նախագիծը դեռ ազգային ժողովում է։ Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով ինքը փորձում է արագացնել գործընթացը։ Զբաղվել եմ դրանով, կապնվել եմ ազգային ժողով եւ միգուցե ավելի արագ ընթացակարգով փորձենք անցկացնել դա։ Ես այսօր չեմ կարող խոստանալ ասել երբ կլինի դա, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ։ Նախարարն ասաց, որ քննարկվում է վթարից տուժածներին պետբյուջեից աջակցություն ցուցաբերելու հարցը, բայց դա լինելու է միայն բարի կամքի դրսևորում, քանի որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում օրենքը փոխհատուցում չի նախատեսում։ Դա քննարկվում է դեռ, ես այսօր չեմ կարող հնչեցնել թվեր, բայց շուտով կիմանաք կհայտարարենք։ Թե Տուլայի, թե Բեսլանի մոտ վթարված ավտոբուսներն ըստ գրանցման իրականացրել են ոչ կանոնավոր ուղևորափոխադրում, ինչը ենթադրում է ավելի քիչ վերահսկողություն տրանսպորտային միջոցի և վարորդի նկատմամբ։ Տրանսպորտի փոխնախարարն ասաց, որ փոփոխությունների նախագիծը խորհրդարանում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Դրանով նախատեսվում է, որ խիստ վերահսկողության են ենթարկվելու ոչ միայն կանոնավոր, այլ նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։ Այդ փոփոխություններով մենք խիստ վերահսկողություն ենք սահմանում տոմսերի վաճառքի վրա, խիստ վերահսկողություն ենք սահմանում այն բանի վրա, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը լինի իսկապես էլ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում, այսինքն դա կատարվի միայն պատվերով, պայմանագրի առկայության դեպքում, օրենսդրական բաց է սա, չի կարելի, որ միայն սահմանի վրա անվանացուցակը ցույց տա, ու ցույց տա վճարման անդորրագիր ու ասի, ես ոչ կանոնավոր եմ, գնացի, ես բան եմ տանում, տուրիստ եմ տանում Ռուսաստան, ու հետ գա ուրիշ անվանացուցակով, նորից անվանացուցակ ցույց տա, նորից վճարման անդորրագիր ու համարվի օրենքի մեջ։ Ուղղակի այսօր օգտվելով օրենսդրական բացթողումից ոչ կանոնավոր ուղևորափոխադրման անվան տակ կատարվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Փոխնախարարի փոխանցմամբ այս պահին միայն 16 միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություն կա գրանցված։ Ընդ որում նրանցից որևէ մեկը դեպի Ռուսաստան ուղևորափոխադրում չի իրականացնում։ Ցավոք Ռուսաստան գնացող ոչ մի կանոնավոր ուղևորափոխադրող այսօր չունենք, բոլորը ոչ կանոնավորի անվան տակ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողներ են։ Տրանսպորտի նախարարն անդրադարձավ նաև 3 Երևան-Սևան ավտոճանապարհին ուսանողներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարին, որը 18-ամյա աղջկա կյանք էր խլել։ Ներքին ուղևորափոխադրումների ոլորտը ևս կանոնակարգվելու է, խոստացավ նորանշանակ նախարարը։